Տարիներ շարունակ հայկական մեդիադաշտի ամենաքննարկված թեմաներից մեկը դերասաններ Տարոն Իսպիրյանի և Թամարա Պետրոսյանի ամուսնական կյանքն ու անձնական հարաբերություններն էին։ Զույգն ի վերջո որոշել է ավելի շատ հրապարակումներով հանդես գալ սոցիալական հարթակներում, որոնցից շատերն իհարկե հումորային բնույթ են կրում։ Տարոն Իսպիրյանը նոր տեսանյութ է հրապարակել, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Իմ անձնական վարորդի հետ վերջապես կիրակի ենք որոշել անենք ու համել ոնց որ տունը բան չկար սարքած ուտելու գնում ենք համով միարա մի օրը գնում ենք մի բան ուտենք ասացի ստորի անեմ ակտիվություն ուժեղանա գովազդներ առաջարկեն Կիրակի, բարի Կիրակի լավ անցնում Իմ մոտ էր նայք ոնց է տժում այնքը հաց ուտելը ծենց ուրախ ամիշտ Մեզ մնում է հավելել նաև, որ Տարոն Իսպիրյանը վերջին տարիների ընթացքում առավել քան ակտիվ գործունեություն է ծավալում։ Քննարկվում է նրա անձնական կյանքը, արտաքին տեսքի փոփոխությունը, ինչպես նաև Թամարա Պետրոսյանի հետ նրա ամուսնությունը։ Այդ մասին զույգը հայտնեց 2 տարի առաջ, երբ դերասանուհի Թամարա Պետրոսյանը հանդես եկավ մոնո ներկայացմամբ և հայտնեց, որ արդեն 1 տարի է ինչ ամուսնացած է, իր կարգավիճակը փոխվել է, նա այլևս տանը չի մնացել, հումորով նշել էր Թամարա Պետրոսյանը։ Զույգն այդպես էլ չի հայտնել, որ միասին է, սակայն ամեն բան ավելին քան պարզ է։ Նրանք համատեղ մեկնում են ճամփորդությունների, հանգստի, շրջագայությունների, ինչպես նաև նրանց ողջ կյանքը միմյանց մասին է։ Արտաքին փոփոխություններին զուգահեռ Տարոն Իսպիրյանը նաև մասնագիտական առումով որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Վերջին ամիսների ընթացքում Տարոնը շատ հաճախ նաև մասնակցում է մի քանի հարցազրույցների, պատմում անցած ճանապարհի և կարիերայի ստեղծման մասին։ 32 ատամից մինչև Վիտամին ակումբ, Ազիզյաններից մինչև Բլբուլյաններ, ամենահայտնի կատակերգություններից մինչև գովազդային հոլովակներ, Տարոն Իսպիրյանի կամ այլ կերպ ասած հեռուստադիտողի սիրելի Պոնչի անցած ուղին բազմագույն է ու շատ տարբեր։ Ընդ որում, նախագծերի բազմազանության հետ փոխվել է նաև հենց ինքը՝ դերասանը։ Ինչպես ինքն է ասում, հիմա հանդիսատեսը տեսնում է ավելի առողջ ու ավելի սիմպո Պոնչի։ News.am-ը դերասանի հետ անցել է նրա հեռուստատեսային կարիերայի առաջին դրվագներով ու բացահայտել առաջիկա մեծ քայլերը։ Տարոն Իսպիրյանն ավարտել է Մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի ֆակուլտետը։ Այդ շրջանում հանդես էր գալիս ԿՎՆ ուսանողական լիգայում, որտեղից մի քանի ընկերներով մասնակցեցին 32 ատամի քասթինգին։ Տարոնը անցավ լսումների փուլն ու այդպես։ Կարճ ժամանակում հանդիսատեսը ակումբի մյուս հայտնի անդամների կողքին ճանաչեց նաև Պոնչին, ուրախ ու կոլորիտային կերպարի, որն իր բարությամբ ու ինքն իր հանդեպ հումորային մոտեցմամբ գրավեց շատերի սրտերը։ Ինքը՝ Տարոնը, այդ շրջանը բնութագրում է որպես բարդ ու անսպասելի, քանի որ հենց առաջին եթերից հետո նրան սկսեցին ճանաչել դրսում, կանգառներում և փողոցների տարբեր անկյուններում։ 1 տարի հետո 2012 թվականին նա արդեն Վիտամին ակումբի կազմում էր։ Տարոնը չի հերքում այդ տարիներին հուզմունքը մեծ էր, բայց հասկանում էր, որ ճիշտ տեղում է, ինչի վառ ապացույցը այն ծափահարություններն են, որոնք մինչ օրս ուղեկցում են դերասանին։ Պոնչը այսօր այնքան էլ Պոնչ չէ, թեև շատերը նրան այլ կերպարում չէին պատկերացնում, բայց նա որոշեց գնալ ռիսկի ու կոտրել կարծրատիպերը։ Մտավախություններ իհարկե կային, որ գուցե կարիերատ կավարտվի, բայց ես չէի ուզի, որ ամեն ինչ իմ կլորիկության շուրջ պտտվեր։ Ուզում էի, որ տեսնեին, որ առանց դրա էլ մարդիկ կարող են գնահատել իմ արածը, որ փառք Աստծո, որ այդպես էլ եղավ։ Վայելում եմ նույն սերը, ինչի համար շատ շնորհակալ եմ, ասել էր դերասանը։ Տարոն Իսպիրյանին սովոր ենք տեսնել հումորային կերպարներում։ Սակայն բոլորովին վերջերս նա հնչյունավորեց Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և Քոչարի» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին, կոտրելով ևս մեկ կարծրատիպ։ Դերասանը դեմ չէ նոր փորձարկումներին, որքան էլ դրանք ռիսկային լինեն։
Մեծ սիրով կմասնակցեի նաև դրամա ժանրի ֆիլմերում, որովհետև այն մարդիկ, ովքեր կարողանում են խաղալ կոմեդիա, շատ ավելի հեշտ են կարողանում խաղալ նաև դրամա, իսկ հակառակ դեպքում հիմնականում ավելի դժվար է անցնել կոմեդիայի ժանրին։ Կարծում եմ հետաքրքիր փորձ կլինի, եթե ես մի օր լուրջ դերերում լինեմ, ռիսկային կլինի նաև որպես դերասան, կուզեի անցնել նմանատիպ ճանապարհ, ասել էր նա։ Օրերս Տարոնն իրեն փորձեց նաև նոր կողմով։ Տոմայի հետ մասնակցեց առաջին ալիքի 2 աստղ նախագծին։ Արդյոք շարունակական կլինի երաժշտական կարիերան։ Տարոնը չի շտապում հստակ պատասխաններ տալ, բայց նրանից նորությունների միշտ կարելի է սպասել։ Սրտի տանիքներով հաղորդման հերթական հյուրը դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանն է։ Star News-ը հետևել է զրույցին, առանձնացնելով կարևոր դրվագները։ Հաղորդման ընթացքում խոսելով մարդկային կարևոր արժեքների մասին դերասանը նշեց, որ հարաբերություններում կարևորը մարդ լինելն է։ Անձնական հարաբերություններում էլ միշտ կարևոր է, թե ով է կողակիցդ։ Ես խոսելու եմ առանց անուններ տալու։ Ինձ իր մեջ գրավել է մարդ տեսակը։ Իրեն ճանաչողները կփաստեն, ինքը ինչ կարգի լավ մարդ է։ Իմ անսխալ ընտրությունն է։ Ապրում եմ իր հոգատարության պահերը, ես էլ եմ շատ հոգատար։ Ես իրեն անընդհատ եմ սիրահարվում ու բեմում էլ կրկնակի հաճելի է իր հետ, որովհետև ինքը շատ խելացի դերասանուհի է։ Սերը էն է, երբ վեճերի ժամանակ կարողանաս ճիշտ ժամանակին լռել։ Իրար շատ բան կարող եք ասել, բայց մի օր համը հաստատ դուրս է գալու։ Պետք է միշտ մի քիչ զիջող լինել, անկեղծացել էր Տարոն Իսպիրյանը։ Խոսելով ընտանիքի մասին Պոնչը նշեց, որ փակ երեխա է եղել։ Ծնողներիս հետ չեմ կիսվել։ Եթե այդպիսի դեպք եղել է, ուրեմն շատ վաղ տարիքում մամայի հետ եմ կիսվել։ Հիմնականում եղբայրներիս հետ եմ խոսում։ Մենք 3 եղբայր ենք, ես ամենափոքրն եմ։ Ինձ քնից արթնացնում ու խանութ էին ուղարկում։ Շատ դաժան մանկություն եմ ունեցել։ Հումորով անկեղծացել էր դերասանը։ Լուրջ որոշումները դժվար եմ կայացնում։ Շատ երկար մտածում եմ դրանց շուրջ։ Փորձում եմ մենակ որոշումներս ընդունել, բայց երբ դժվարանում եմ, զանգում եմ ամենամեծ եղբորս։ Ամեն հարցով կարող եմ շփվել իր հետ։ Նա իր ձևով, բայց լավ խորհուրդ միշտ տալիս է։ Հաղորդավարուհին ընդգծեց, որ Պոնչը փորձում է երիտասարդ գոլեգաներին օգնել ու իրենից ցածր չդասել։ Ես 10-15 տարի առաջ այդ երիտասարդներից մեկն էի։ Գիտես, երբ շատ հայտնի ես, ամեն բան փոխվում է։ Քո օրվա ինֆորմացիան, զբաղվածությունը, կյանքի ձևը, ու իսկապես լինում է, որ քեզ աշխարհի համար մեկն ես զգում, ու սենց բարձրանում ես։ Կան բախտավորներ, որ հետո իջնում են, եւ դժբախտներ, որ մնում են բարձր տեղերում։ Ես բախտավոր եմ ու ճիշտ պահին հասկացել եմ, որ ինքնագնահատականը շատ բարձր է ու մարդկանց հանդեպ փոխվել եմ։ Դա ինձ մոտ շատ կարճ տևեց։ Ես ինքս ինձ փոխեցի։ Հասկացա, որ հնարավոր է այնպես, որ ինքնագնահատականդ տեղում լինի, ամեն բան կարգին լինի, բայց դու շրջապատի հանդեպ չփոխվես։ Հայտնիությունը շատ հաճելի բան է։ Դա միայն խանգարում է այն պահին, երբ դու շատ զբաղված ես լինում, ուշանում ես որևէ տեղից, իսկ ես ուշանալ չեմ սիրում ու քեզ կանգնեցնում է երեխաների մի խումբ ու փորձում են քեզ հետ նկարվել։ Ես սիրով նկարվում եմ, որովհետև երբեմն այդ դեպքերը լինում են ռայոնից եկած երեխաներ, իսկ ես չեմ կարող նրանց մերժել։ Նրանք հնարավոր է ինձ այլևս չտեսնեն, անկեղծացել էր Տարոն Իսպիրյանը։